Լույս է տալի, լամպի պես լուսավորում է։ Սա կավագործ վարպետի գործիքի մի մասն է, դուրգա կոչվում։ Այն որ սենց պտտվում է, կավը կողքը պտտվում է ու սարքում է իր սափորները։ Հիմա սափորը սարքել է, այս մի մասը մի քիչ ուռած է, որ գործիքը պետք է օգտագործել։ Ողիչն է, չէ՞։ Գույնը ինչով է պայմանավորված սափորների։ Առաջինը կախված է կավի որակից, թե ինչ որակի կավ է։ Երկրորդը կախված է, թե ինչքան ջերմաստիճանի տակ են թռցում կավը։ 1000 ջերմաստիճան, 1000-ից ավել եւ այլն։ Սովորաբար լավ փայլեցված խեցեղենը օգտագործում են ովքեր։ Հարուստ, վերնախառն։ Վատ փայլեցված անշուք խեցեղենը ովքեր են օգտագործում։ Հասարակ մարդ։ Օծանելիքի սրվակը, այո։ Օծանելիքի ամանները ստանում էին, պատրաստում էին կամ փայտից, կամ կենդանու ոսկորների մնացորդներից։ Օծանելիքը ստանում էին տարբեր բույսերից, մեծամասամբ քնջութից, ինչպես նաև տարբեր բույսերի հյութը քամում էին, խառնում էին իրար, լցնում էին մեջը, դառնում էր օծանելիք, հետո որ արտացի կանայք ծնունդ հարսանիք գնալուց օգտագործում էին։ Նայեք աստղը։ Ինչ է նշանակում այս աստղը։ Առաջ կար սովորություն, դա նաև կար միջնադարյան Հայաստանում։ Երբ որ վարպետները պատրաստում են իրենց սափորը, շատ հաճախ վրան անում են իրենց նշանը, իրենց արհեստանոցի նշանը, ոնց որ պատենտի պես, չէ՞։ Ոնց է մի հատ բան ենք նայում, վրան գրած է Made in China, չէ՞, Made in China, կամ Made in USA։ Այ ոնց որ էս էլ է, որ իմանաս, որ վարպետն է պատրաստել։ Ասենք Աստղովը վարպետ Պողոսինն է, մի հատ կենդանովը վարպետ Պետրոսինն է։ Տանը երկուսն էլ ունեն, չէ՞։ Բայց այս վարպետ Պողոսինը լավն է։ Հիմա ուզում եմ գնամ իրանից առնեմ, ինչով եմ իմանալու, որն է որը։ Նշանով, աստղով, կգնամ վարպետ Պողոսից, փողը կտամ, կառնեմ իր արհեստանոցից։ Պարզ է ես։ Այս փողում ենք, սրա մասին հետո կխոսանք, սրանք կոչվում են այն ամաններն են, որ կոչվում են քրեղաններ, օգտագործում են ճաշ ուտելու, հաց ուտելու, ճաշը մատուցելու ժամանակ։